Ողջույն բոլորին։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու 10 կախարդական մտքեր, որոնք կխթանեն ձեր ֆինանսական բարեկեցությունը ապրիլին։ Ապրիլն այն ժամանակն է, երբ բնությունն արթնանում է եւ երկիրը լցվում ուժով նոր բերքի համար։ Այսպիսով, մենք կարող ենք օգտագործել թարմացման այս էներգիան վերականգնելու մեր մտքերը եւ ուղղորդելու դրանք դեպի ֆինանսական առատություն ստեղծելու։ Հիշեք, միտքը սերմ է, այն ակտիվացնում է օրգանիզմի հորմոնալ քիմիան։ Ուրախություն, մոտիվացիա, վստահություն, որն էլ իր հերթին վերածվում է գործողության, իսկ գործողությունները ձևավորում են իրականությունը։ Ինչ էլ որ ցանես քո մտքում ապրիլի այս առաջին շաբաթվա ընթացքում, այն էլ կհնձես մինչև ամսվա վերջ։ Ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում հոգեբանական տեսանկյունից պետք է խոսենք ֆինանսների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ֆինանսական հորոսկոպի հետ կապված հետաքրքիր տեսանյութեր։ Ինչու են մեր մտքերն այդքան կարևոր։ Աշխարհն առատ է, եւ նրա ռեսուրսներն անսահման են։ Նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչպես տեսնել եւ ընդունել դրանք։ Բայց այս հոսքին մուտք գործելու համար կարևոր է նախ թույլ տալ ինքներդ ձեզ լավ լինել։ Եվ նման լուծումը սկսվում է ներքին կարգավորումներից։ Մարտն ավարտվեց, իսկ այսօր մենք արդեն գտնվում ենք երկրորդ ամսում։ Ինչպես հաստատել եկած ֆինանսները, ինչպես դա անել։ Երախտագիտության հաստատում ամսվա վերջին օրվա համար։ Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ֆինանսների համար, որոնք եկել են ինձ այս ամիս։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր գումարի համար, մեծ թե փոքր։ Դրանք դարձել են իմ աջակցությունն ու հնարավորությունը։ Ես շնորհակալ եմ դասերի համար, որոնք ինձ խելամտություն են սովորեցրել, հնարավորությունների համար, որոնք բացել են նոր ուղիներ, եւ մարդկանց, ովքեր աջակցել են ինձ այս ճանապարհին, որպես իմ մտքի խաղաղության հիմքը, որպես ինքս ինձ եւ աշխարհին վստահելու բանալի, որպես ուժ, որը կբազմապատկի իմ ռեսուրսները եւ իմ երախտագիտությունը նոր հնարավորությունների սերմն է։ Թող երախտագիտությունը լինի ոչ թե ինքնաբերաբար ասված բառերի մի շարք, այլ երախտագիտության ներքին վիճակ, սրտից։ Կարծես այս հարցում շնորհակալություն ենք հայտնում ձեր երկնային դաստիարակներին, զգալով երախտագիտության բերկրանքը եւ տեղադրելով փող ուրախություն նախշը ձեր մարմնի հոգեհուզական աշխարհում, կարող եք սկսել մտքի կախարդանքն ապրիլ ամսվա համար։ Այսպիսով 10 միտք հաստատում ապրիլին ֆինանսական աճի համար։ Առաջին, ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչն արդեն ունեմ, իմ առատությունն ամեն օր ավելանում է։ Հոգեբանություն։ Երախտագիտությունը նոր հնարավորությունների մագնիս է, որքան շատ է գնահատումներ կան, այնքան ավելի առատաձեռն է դառնում ապագան։ Ես վստահում եմ տիեզերքին, նա միշտ ինձ ուղղորդում է դեպի ֆինանսական հնարավորություններ։ Վստահությունը հեռացնում է վախը եւ բացում է ոչ ակնհայտ լուծումների դուռ, նոր նախագծեր, ծանոթություններ, գաղափարներ։ Իմ տաղանդները յուրահատուկ են եւ աշխարհը մեծահոգաբար պարգևատրում է ինձ դրանց համար։ Հոգեբանություն։ Սեփական արժեքի գիտակցումը բարձրացնում է ինքնագնահատականը եւ օգնում է արդարացիորեն գնահատել աշխատանքը։ Ես բաց եմ դրամական հոսքերի համար։ Նրանք ինձ մոտ գալիս են հեշտությամբ եւ կատարյալ ժամանակին։ Մտածողության ճկունությունը թույլ է տալիս նկատել եկամտի նույնիսկ փոքր աղբյուրները։ Յուրաքանչյուր անհաջողություն դաս է, որն ինձ ավելի է մոտեցնում հաջողությանը։ Սխալների վախը արգելափակում է գործողությունները, այս միտքը խոչընդոտները վերածում է քայլերի։ Ես արժանի եմ մեծ գումարի եւ ինձ թույլ եմ տալիս ընդունել այն։ Շատերը ենթագիտակցորեն վախենում են հարստությունից, այս բանաձևը քանդում է ներքին արգելքները։ Փողը աշխատում է ինձ համար, ես դրանք խելամտորեն եւ ուրախ եմ կառավարում։ Ֆինանսները սիրում են հարգալից վերաբերմունք, պլանավորեք բյուջե, ներդրումներ կատարեք, բայց մի մոռացեք փայփայել ինքներդ ձեզ։ Ես կիսում եմ եւ հետեւաբար ավելի հարուստ եմ դառնում։ Առատաձեռնությունը առատության նշան է։ Օգնելով ուրիշներին դուք հայտարարում եք ես բավականաչափ ունեմ։ Իմ ֆինանսական նպատակը իմ փարոսն է։ Ես ամեն օր քայլ եմ անում դեպի այն։ Հոգեբանություն։ Հստակ մտադրությունը կենտրոնացնում է էներգիան։ Գրեք գումարը եւ ժամկետը եւ գործեք առանց շտապելու։ Եվ 10-րդ. հարստության աղբյուրն անվերջ է։ Իմ բարեկեցությունը ոչ մեկից ոչինչ չի խլում։ Ազատվեք սակավության մտածելակերպից, տիեզերքը բավարար է բոլորին, ձեր եկամուտը ուրիշի կորուստը չէ։ Սրանք 10 պրակտիկ փորձարկված մտավոր վերաբերմունք են, որոնք օգտագործվում են հոգեբանության մարզչական զարգացման դպրոցում եւ լավ իմաստով, նրանք ամենաարդյունավետն են։ Ինչպես աշխատել այս մտքերի հետ։ Առավոտյան ասեք դրանք որպես մանտրա, գրեք դրանք ձեր օրագրերում եւ կրկնեք դրանք առաջին ծաղիկների միջով քայլելիս։ Պատկերացրեք, թե ինչպես է յուրաքանչյուր վերաբերմունք ձեր մեջ աճում գարնան
ֆինանս իրերի պես վերածվելով ամուր փողի ծառի։ Ապրիլը կատարյալ ժամանակ է վերանայելու ձեր ներքին ծրագրերը։ Ապրիլին ավանդաբար մեկնարկում են նոր նախագծեր և նոր հնարավորություններ։ Հաստատումները հաջողության պասիվ ակնկալիք չեն։ Այժմ արտասանելով այս բառերը, որոնք կարևոր են ձեր հոգեկանի համար, դուք պայմաններ եք ստեղծում ճիշտ ֆինանսական որոշումների համար։ Թույլ տվեք ձեզ ծաղկել և աշխարհը կարտացոլի այս հազվադեպությունը ձեր իրականության մեջ։ Թող այս 10 մտքերը դառնան ձեր ֆինանսական կողմնացույցը և թող գարունը լինի բարգավաճման պայծառ փուլի սկիզբ։